Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շատ բարդ շաբաթ էր, փորձում ենք ամփոփել այդ շաբաթը։ Շաբաթը սկսվեց Կիրակի օրվանից, այսպես ասենք, երբ Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում։ Ինչ կասի Քնեսետը, բոլորը դա քննարկում են։ Ռուսաստանը սահմանափակել է տրանսֆերտների ելքը այդ երկրից, խոսում են ֆինանսական պատերազմի մասին, հարց, պատերազմի արդյոք Հայաստանի դեմ թե ոչ։ Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի նախագահը, իմեյի կոդերի հետ շուրջ անհասկանալի իրավիճակ է, խնդրելու եմ, որ այդ մասին խոսենք, հարցերը շատ են, իսկապես շատ են, որից սկսենք, պարոն Սարգսյան։ Միևնույն է, որովհետև այստեղ գրեթե բոլորը փոխկապակցված են իրար հետ, ու երևի բացառությամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի, որը ամբողջությամբ նվիրված էր Հայաստանի հետ այդ հարաբերությունների նոր փուլ դուրս բերելու։ Դա իհարկե շարունակությունն էր թե մայիսի սկզբի վեաժողովի, այսինքն երբ Եվրոպական միության Եվրամիությունը Հայաստանն առաջի հետ վեաժողովը տեղի ունեցավ, այնտեղ գոնե որ քաղաքական որոշում կայացվեց, որ Եմեն Հայաստանին աջակցելու այս ամբողջ ճանապարհին, մինչև Հայաստանը դուրս գա ավելի անվտանգ եւ տնտեսապես եւ քաղաքականապես ավելի անվտանգ ջրերը, այսպես ասած, այս փոթորիկից եւ քանի որ անմիջապես դրանից հետո տեղի ունեցող ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը սկսեց այդ գյուղատնտեսական ապրանքների դեմ պատերազմը, այսինքն պատերազմը Հայաստանի դեմ գյուղատնտեսական շուկայում, ասենց ասեմ, ակնհայտ էր, որ մայիսի սկզբի հայտարարությունները քաղաքական կարիք ունեին համապնդվելու նաև որոշ գործողություններով, ինչը շատ արագ տեղի ունեցավ եւ Եմեն շատ արագ արձագանքեց եւ ոչ միայն արձագանքեց, այլ նույնիսկ զարմանալիորեն արագ արձագանքեց եւ դրական պայմաններ ստեղծեց Հայաստանի համար, այն ինչը որ մեզանից կպահանջեր տարիներ, իրականում տեղի ունեցավ ոնց որ օրերի կամ ժամերի ընթացքում, հա, Եվրամիությունը ասաց, որ դե ռացիոնալ գնահատելով այն ամեն ինչ Հայաստանը կարող է արտահանել դեպի Եմեն, ասաց ամբողջը բացը։ Այդ արագ արձագանքը իսկապես շատ հետաքրքիր էր, ոնց որ իրենք պատրաստ էին։ Ճիշտ է, մեզ ասեցին, որ գազի գները մինչև նոր տարի չեն փոխվելու, նոր տարվանից դեռ ինչ որ ակնարկներ կան։ Կարող ենք ակնկալել, որ պատրաստ են նաև գազի Ռուսաստանից մուտք գործելու, այսինքն Ռուսաստան, Հայաստան գազ, թանկացում։ Երևի դուք կհիշեք, որովհետև ձեր եթերում եմ ասել, որ Հայաստանը մեծ հաշվով 3 միլիոն բնակչություն եւ ամբողջական sense ոչ շատից ինքը օրինակ ու sense ասեմ Օվերեն Ռոնալպի, ասենք 1/3-ն է։ Լավ, բայց գազատար բան պետք է։ Չէ, բայց ինչքան եք ծախսում։ Հասկանում եմ, բայց ինչքան եք ծախսում։ Գազը կարող լինի հեղուկ գազ, որը կարող գա վագոններով եւ Աբովյանում բան արվի եւ ընդերից ծրվի մեր գազային ցանցում։ Այսինքն այստեղ խնդիրը տեխնիկական է, այլ ոչ թե ֆիզիկական։ Բացի դրանից չենք մոռանում, որ Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանի, ու առնվազն ինքնահայտարարվել է որպես տարածաշրջանի գազային հաբ եւ այնտեղից կարելի է այդ ամբողջ հարցերը լուծել շատ արագ տեմպով։ Առանց որևէ բանի, էլ չասած որ վերջերս նախորդ շաբաթ, թե նույնիսկ այս շաբաթվա ընթացքում Վրաստանը հայտարարեց, որ ինքը Ադրբեջանի հետ եկել է պայմանավորվածության եւ Ադրբեջանը Վրաստանին կտրամադրի մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ, ճիշտն ասած ես չեմ հասկանում ինչի է պետք Վրաստանին 2 միլիարդ խորանարդ մետր, Վրաստանը գրեթե ոչինչ չի արտադրում եւ Վրաստանի բնակչությունը այդքան մեծ չի, իսկ գազաֆիկացությունը այդքան նույնիսկ Հայաստանից քիչ է, Հայաստանից փոքր է բանը։ Այսինքն դեռ ինչ-որ խնդիրներ կան երևի թե, որոնք որ կապված են ու կարող է չի բացառվում նաև ջերմոցային ինչ-որ բաների հետ կամ նաև Վրաստանը ուզում է ինչ-որ բան վերավաճառել։ Այսինքն Ադրբեջանը հերթական անգամ կաշառքի տեսքով գազա տալիս Վրաստանի ղեկավարությանը, ինչի դիմաց դե մենք օրինակ տարիների ընթացքում համոզվել ենք, որ ամենապատասխանատու պահերին Վրաստանը
տարօրինակ չեզոքություն ա դրսևորում եւ օրինակ պատերազմի ժամանակ թույլ չի տալիս, որ Հայաստանին զենք գա, երկակի նշանակության ապրանքները կան Հայաստան կամ բեռնափոխադրումների համար հայկական ստեղծում է հավելյալ ֆինանսական սենց ասեմ բարդություն։ Ինչու եք հիշեցնում դա։ Դե որտեվ մարդկանց մոտ բան կա, վարդագույն ակնոց կա տարածաշրջանի վերաբերյալ, որ Ադրբեջանից խաղաղություն է, իսկ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցություն, Վրաստանի այս կառավարության հետ մենք չենք կարող ունենալ ռազմավարական համագործակցություն, քրիտիկական թշնամական ճամբարում գտնվող ղեկավարությունը, հա, պետք է այդպես։ Քանի դեռ Ադրբեջանի հետ չի կնքված։ Չէ, կապ չունի, նույնիսկ եթե կնքվի, որտեղ իրանք Պուչուրի կորբաններ են։ Այսինքն Իվանիշվիլին ակնհայտորեն չի կարող դիտարկվել որպես Իվանիշվիլիի կառավարությունը, որպես ռազմավարական գործընկեր, հա, ինքը սիտուատիվ ինչ-որ գործընկեր է, ինքը տնտեսական հարաբերություններում այո ինչ-որ կարող է դիտարկել, որ եթե չգիտեմ ինչ-որ բան փոքր քանակների ծավալների մասին է խոսքը, դա էլ կարող եք անել, բայց օրինակ արդյոք կարողանաք ուկրաինական ցորեն 300,000 տոննա բերել Վրաստանի տարածքով մեծ հարց է։ Բա որտեղով բերենք։ Չէ, թույլ տան թե չէ, պետքա փորձենք, Թուրքիայով պիտի բերես։ Հնար չկա, Թուրքիայով պիտի բերես, բայց ասենք Վրաստանով կարողանաս բերես։ Երկակի նշանակության ապրանքները կարողանաս բերես, թե ոչ։ Ֆրանսիական, ասենք, չգիտեմ, ծանր զրահատեխնիկան կամ հոկ միջոցները կարողանաս բերես, թե չէ, ես օրինակ չեմ վստահում Վրաստանին։ Վրաստանի այս կառավարությանը, բարձր ոչ թե Վրաստանին, Վրաստանը։ Բարի, ուշագրավ էր այդ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ժամանակ, երևի մի քանի բան կարելի է ընդգծել, բայց շատ հետաքրքրեց ինձ այդ Նիկոլ Փաշինյանի այդ հստակ պատասխանը, որ ասում է ես կպատասխանեմ հստակ, չգիտեմ, շատ հստակ, որ 13 թվականը չի կրկնվի, իրեն ուղիղ հարց տրվեց, ասեց կարող եք էլի հանկարծ նորից ինչ-որ շրջադարձ անել, ասեց ոչ։ Նայմա, դա ինչ։ Հիմա այդ ոչի 13 թվականը որպեսզի կրկնվի, մարդիկ պետք է լավ հասկանան 13 թվականը ինչ էր եղել։ 13 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանին ռուսական ծագումներով օլիգարխատը դրել է այնպիսի բանակցային պայմանների մեջ, որը թույլ չէր տալիս, տեղ չէր թողում Հայաստանին այդ բանը ստորագրելու, այստեղ նույնիսկ եթե Ռուսաստանի ճնշումը չէր, ինչքան հայկական ազգանուններով, այդ թվում Սամվել Կարապետյան, այդ թվում Ֆիլոս Սոկրատ, այդ թվում այլոք Ռուսաստանում փող բռնած ինչ-որ հայեր, որոնք որ ամեն ինչ արել են, որ Հայաստանը Եվրոասոցիացիայում չստորագրի, իրանք իհարկե եղել են իրանց մասով ճնշման տակ, Ռուսաստանի, բայց դե ճնշում կա էլ։ Այսինքն դուք արձանագրում եք, գիտենք, բոլորս էլ գիտենք որ ճնշման տակ է եղել, դուք ասում եք օգոստոս, որից հետո եկավ սեպտեմբեր։ Նիկոլ Փաշինյանը այսօր վստահ ասում է, որ այդ ճնշման տակ ինքը չի հայտնվելու։ Իհարկե, որովհետև կամ չի ենթարկվելու այդ ճնշման։ 13 թվականին բացի Ռուսաստանում փող բռնած տարօրինակ հայերի, որոնք մենք հիմա արդեն համոզված ենք, որոնցից ոչ մեկի հայերեն նորմալ չի խոսում, այլ տարբերակ չկար, այսինքն նախ հասարակությունը պատրաստ չէր տենց կայլերի։ Թույլ տեղեր ունեինք։ Ոչ միայն թույլ տեղեր ունեինք, բնակչությունն էր բան, թույլ ընդհանուր առմամբ։ Բնակչությունը չես կարող դու միանգամից փոխես, էլի հասարակական կարծիքը։ Ցավոք սրտի այդ բաները պետք էր։ Դուք հիշեք 13 թվականին ասում այսինքն ոչ քարորիա կար, ոչ բան կար, այսինքն մենք գորգռում էինք, որ Ռուսաստանը իհարկե դավաճան տականք սրիկա երկիր է, բայց ով էր դրան։ Հիշեք, հարցումները բարձրացնենք 72%-ը Ռուսաստանն ավելի շատ էր վստահում, քան Հայաստանի կառավարությունը։ Այդ բաներ կան էլի, որոնք որ շատ մեծ դժվարությամբ է դրա մեջով անցնում։ Եվ այդ դժվարությունները ուղղակի վրա եկան։ Հիմա ամեն դեպքում այն ժամանակվա կրկնությունը պարզա հիմա չի կարա լինի, որովհետև նախ այդ օլիգարխատը չկա, որ կարողանա ճնշի։ Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ բանը, հա, ճնշողը չկա։
Այսինքն չկան այն մարդիկ, ովքեր կարան գան Նիկոլին ու ասեն, գիտես, չկա այգո տնտեսությունը, սենց է, որտեղ նախ Եվրամիության դիրքորոշումն է փոխվել, երկրորդը իրոք ինչով պետք է ճնշեն։ Տեսա, տեսեք, տրանսֆերտներ խոսեցին, գազ խոսեցին, ծաղիկ, բարիք խոսեցին։ Բանա, տեսեք, տրանսֆերտները բանը, ձուկը թողենք այդ ձուկը այդքան չի։ Այն ինչ որ Հայաստանը, տեսեք, Հայաստանը ինչ որ արտահանում է, ինքը կշարունակի արտահանել, որտեղ ազատ տնտեսական հարաբերություններ են ուզեք թե չուզեք, այն ինչ որ պետք է Ռուսաստան կգնա, հիմա արդեն ասենք հայկական արտադրանքը ադրբեջանական կնիքներով գնում է որպես ադրբեջանական կամ վրացական ապրանք, հետի որ մարդիկ իմանան էլ հանգարց չմտածեն, չեմ ենթադրում գիտեմ, խնդիրը լրիվ ուրիշ է, այդ Ռուսաստանում պետք կա, այնտեղ կծախվի կտանեն, որովհետև այդ իրանք սովոր են տենց բանի, բայց ինչ վերաբերվում է նրան թե Հայաստանը տրանսֆերտ, այդ սաղմանները, այդ լեգենդները վերջացեն, Ռուսաստանի այսպես կոչված խոպանչիների դասը կամ ստրատան կամ սոցիալական խումբը, իրանք շինարարության ոլորտում էին, այսինքն այդ տրանսֆերտները հիմնականում գալիս էին նրանցից, ովքեր շինարարության ոլորտում էին, սեզոնային, որ տրանսֆերտները դա սեզոնային աշխատողների բաներն են հիմնականում, նրանք ովքեր գնում են ու այնտեղ ընտանիք են կազմում, ասենք մի հատ Նատաշի հետ փսակվում են, մի հատ ընտանիք ունեն, այնտեղ միացտե, ասենք, չգիտեմ, Սառնախբյուր գյուղում ու ինքը տենց երկու ընտանիքով ապրում է, իրան էլ տրանսֆերտ չի։ Իրանը, ասենք, ինչ որ բանը, ժամանակ առ ժամանակ փող է գցում։ Տրանսֆերտը դա ստաբիլն է։ Հիմա եթե դու տեսնում ես, որ Ռուսաստանի շինարարական ոլորտը փակվում է, ну գնում են բանկրոտության, Սամալյոտը, Դոմերեֆը, բաները, այսինքն այդ ամենախոշոր կառուցապատողները Ռուսաստանի, ունենք բանի եզրին են, փլուզման, սնանկացման մի կողմ, սնանկ ճանաչելը դա ֆինանսական գործընթաց է, որը շուկայի համար ընդունելի եւ նորմալ է, եւ ասենք դու ինչ որ կառավարիչ ես նշանակում, պարտքերը վերաձևավորում ես, դա չի նշանակում, որ ինչ որ բան է կատարվում ընկերություն կարա շարունակի աշխատել։ Զանգերի չեմ սխալվում, Boeing-ի 3 անգամ սնանկ է գնաց։ Խնդիրն այն փլուզման եզրին է, որովհետեւ համակարգային խնդրեմ կա այնտեղ։ Այդ համակարգային խնդրեմը դա թանկ փողն է, կենտրոնական բանկի տոկոսադրույքի հետ կապված թանկ վարկերը, որտեղ ամբողջ կառուցապատողների այդ ընտանիքը կամ դասը կանգնած է նրա վրա, որ ինքը վարկային միջոցներով է աշխատում, եթե վարկային միջոցներ չկան, ինքը չի կարող կառուցել, բայց սրան գումարած գալիս է նաև հիպոթեկի հարցը, որտեղ դու կառուցապատում ես, օքեյ, ումա պետք։ Հիմա օրինակ Երևանը, որ այլանդակի ապականել են 30 հարգանից շենքերով պայմանական 25-20, ասենք ես, որ թույլտվություն տվողը պետք է 20 տարով նստի, քանի հարկի թույլտվություն է, ինչի է, որովհետև անկապ հիպոթեկի բան կա, մարդ կա 3 հատ տուն է վերցրել հիպոթեկով, որը լրիվ անիմաստ է, ինքը ուղղակի Երևանը ապական է այլանդակել են, իսկ մարդիկ կան, ովքեր նույն ասենք չգիտեմ, երիտասարդ ընտանիքներ երեխաներով այդ հիպոթեք կոչվածի բաներին չեն համապատասխանում, նստած են վարձով են ապրում։ Ու սա ստեղծում է սոցիալական անհավասարություն եւ ինքը սխալ է ընդհանուր առմամբ։ Նույն բանը կա Ռուսաստանում։ Ռուսաստանում, ասենք, ինչ որ հիպոթեկային ծրագրեր կային, այդ հիպոթեկային ծրագրերը ստեղծվում էին նրա համար եւ տրվում էին նրա համար, որ այդ անկապ կառուցապատողները իրանց գումարները հետ բերեն, որտեղ բոլորը փոխկապակցված ինչ որ ճակերտավոր ասած բիզնես փողակտում են։ Հիմա դա փլվել է, դա չկա, որտեղ գումարն է, կենտրոնական բանկը փողը թանկացրել է, հետեւաբար հիպոթեկն է բարձրացել։ Հետևաբար այդ հիպոթեկով արդեն ոչ մեկ չի ուզում տուն վերցնի, այդ հիպոթեկային ծրագրերը, որոնք սուբսիդավորվում էին կառավարության կողմից, դա էլ է բաները պատերազմին գնում է բյուջեի 40, բյուջեին ծախսային մասի 40%-ը մենակ օֆիցիալ տվյալներով է գնում պատերազմին։ Ռուսաստանը փող չունի։ Ֆինանսների արտահոսքն են փակում, հա։ Ֆինանս չկա, որ արտահոսք լինի, սուտ է դա։ Ինչ է։ Կա տպավորություն մարդկանց մոտ Հայաստանում, որ միևնույն է ինչ որ բան այդ Ռուսաստանից գալացող գումարը, այն որ վիճակագրության մեջ նշվում է, դա բանի գումարն է, ստվերային գործողությունների, որոնք որ այսպես կոչված իմպորտազամիշենիայի կտորն է, քանի տարի է արդեն այդ փողը չի գալիս ընտանիքներին, այդ փողը գնում է
դախլչիներին եւ բաներին։ Այդ այն փողն է, որը ընդհանրապես Հայաստանը պետք է մաքուր մնա այդ փողից։ Փողը չպետք է Հայաստան գա։ Նույնիսկ որ իրանք ճիշտ են անում, որ փակվում են, Հայաստանի տեսանկյունից ճիշտ են անում։ Այսինքն Հայաստանին վնաս չի, այլ օգուտ է։ Եվ սա ֆինանսական պատերազմ չի, ինչու եմ ասում, որտեղ այս ձևակերպումները Ռուսաստանի համար, Ռուսաստանի տեսանկյունից սա ֆինանսական պատերազմ է։ Բայց այդ այն վիճակն է, որ Հայաստանի համար դա շատ դրական է։ Հասկանում եք, մենք շատ ուրախ ենք, որ լավ իմեյ կոդերի պատմությունը Այսա ընդհանրապես Ռիկարդո, Ռուսաստանում դա արվում է, որպեսզի վերահսկեն մարդկանց, այսինքն սա մարդու իրավունքների սահմանափակումն է։ Քանի որ սա անմիջականորեն կապված է նաև սպասվող մոբիլիզացիայի, որը քողարկված մոբիլիզացիա լինելու։ Կներեք, ինչ են անում։ 22 թվականի սեպտեմբերին, երբ որ մոբիլիզացիան հայտարարեցին, երկրից դուրս եկավ մոտ 1 միլիոն մարդ, հետո մի մասը վերադարձավ, դուրսը մնաց 600,000։ Հիմնականում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, երիտասարդ ընտանիքներ եւ նրանք, ովքեր որ պետքա բան անեն։ Սա ինչի էր բերում, որ մարդիկ չցանկանալով գնալ եւ սատկել Ուկրաինայում դուրս էին գալիս Հայաստան։ Գալիս էին ստեղ։ Հիմա ստեղ գալացածները տելեգրամներով եւ բաներով հնարավոր բոլոր տարբերակներով բացատրում էին, թե ոնց գան հաջորդ հոսքը ոնց գա։ Եվ բազմաթիվ հարցեր գալացողների մոտ լուծվում էին։ Ոչ միայն Հայաստան գալը, տարբեր բոլոր երկրներ գնացածները իրանք իրենց համար ստեղծեն։ Բաց դրանից իրանք խմբավորվում էին։ Իրանք իրար հետ կապի մեջ էին դուրս գալիս։ Եթե մի բան տեղի ունենում Վլադիվոստոկում, ասենք չինեմ, Կալինինգրադում իմանում էին, ասենց շուրջ թեմաներ կային։ Սա վերլուծել են Ռուսաստանի ղեկավարությունը, ակնհայտ է, որտեղ սա վեզբեժնիկներ են, ինչ ուզում են անեն, իրանք վերլուծել են, հասկացել են, որ սա պետք է փակվի։ Ինչա պետք անել, որպեսզի փակվի։ Յուրաքանչյուր անհատ, որը նախորդ մոբիլիզացիայի ժամանակ, եթե օրինակ իրանք հրավիրում էին պավեստկան տալիս են, որ գտան Նովոսիբիրսկ, եթե ինքը գնում էր Յարոսլավլ, իրենք չէին կարողանում գտնել ու չէին հասցնում փակեին, քանի որ բան չէր տվայնացված չէր, ու ինքը կարողանում էր դուրս գալ, օրինակ Հայաստան գալ։ Դες մարդիկ կային Հայաստանում, պավեստկին ստանալու պահին, իրանք ասենք այդ քաղաքում չէին, բան չէին, դուրս էին, դուրս պրծում բախում էին։ Մինչև պավեստկան տալիս են, թե շուտ 10 օր պետք է չգնաս, որ դա նոր դառնա ադմինիստրատիվը պետքա դառնա քրեական, որ հետո նոր բանին Ռուսաստանի ներսին պրոբլեմներ են։ Սահմանին պետք է ասես, որ չթողեն, հիմա այս ամեն ինչը բան են արել, փակել են։ Այսինքն տեղում է։ Պավեստկան դու կարաս չիմանաս գոսուսլուգաներով է գալիս։ Այսինքն թվայնացված բակի փոսլուգաների մեջ հատուկ բաժին կա, որ ասում են դու պավեստկա ես ստացել, կապ չունի դու կարդացել ես, չես Լավ է կարդացել։ Ռուսաստան, մեզ մոտ ինչ ենք մենք դա անում։ Ես ուզում եմ հասկանամ, ով է այս առաջարկը մտցրել կառավարություն եւ շատ եմ ուզում այդ մարդու հետ դուրս գամ բանավեճի, խոսք եմ տալի, որ միանգամից չեմ ծեծի, բան չեմ սարքի, ինվալիդ չեմ սարքի։ Հետո կարող է ծեծեմ ինվալիդ սարքեմ, բայց մի հատ բանավեճի ես ուզում եմ հասկանամ, ինքը, ասենք, ինչքան խորը FSB-ի տակ է գտնվում, որ ես հարցնայ, ինչա սա թույլ տալի, սա թույլ է տալի, կարդալ բոլորի հեռախոսները, գտնվելու վայրը, փակել անհրաժեշտության դեպքում, ասենք, չգիտեմ, շուտ մեկի ցանկություն ունի, փակել, անջատեն հեռախոսը։ Ինչի պետքա ինչ որ մի ծառայող իմանա առանձին վերցած անհատը որտեղ է։ Ինչի պետքա ինքը կարդա SMS-ները։ Ինչի պետքա մարդիկ իմանան, շո մարդիկ, ովքեր առանց դատարանի որոշման, որտեղ եթե դու իմեյը վերահսկում ես, քեզ էլ դատարանի որոշումը պետք չի։ Այսինքն սա, գիտեք ինչ տիպի տոտալիտար պետության ստեղծում է։ Այս նախագիծը առաջ քաշողը, որպես մարդու իրավունքների ամենահիմնարար բանի խախտում, պետք է ցմահ դատվի, պետք է նախ բոլորը իմանան ով է, պետք է բացվի, թե ով է իրան ֆինանսավորել, ով է դրդել, բոլոր նրանք, ովքեր սրանք կողմ են հրաբանարվել, պետք է պատժվեն, այնց որ կառավարության անդամներից դուրս շպրտվեն, հավերժ, այն ոլչի բիլետով, որ մտքներով չանցնի, որ իրանք կարող են նույնիսկ նորմալ ապրել։ Իրանք կոպիտ ասած պետք է դառնան ասինիզատոր։
Փաշինյանի խոսքից շատ բան չհասկացա իհարկե։ Փաշինյանը չի հասկանում ինչա։ Փաշինյանը դա անվտանգություն է, դուք ոչ, դա անվտանգություն չի։ Որ դա ուրիշ ճանապարհ կա, ես մտածեմ այդ ուրիշ ճանապարհը։ Հիշում եք Արմենը ինչ էր ասում Հովհաննիսյան։ Ինքը Նիկոլին լավ էր ճանաչում։ Ասում են Նիկոլի երազած պետությունը ոստիկանական պետություն։ Ինքը Վանոյին դե որ չես հասկանում, ախր տեսեք, դու որ չես հասկանում, ասենք կանգնած ես բարձրավոլ շիտի կողքը, չես հասկանում, ինչ ես անում, մատերդ լպստում ես կողում ես 380 վոլտի մեջ, չես հասկանում, գրած է ինչ-որ բանը կոճակը գնում, ատոմակայանում կանգնած ես, չես հասկանում, կոճակներ ես սխմում, թե ռադդ քաշում ես այն անկյունը, որ հանգարց մի բան չփչացնես։ Սա սրիկայություն է հասկանում, ոչ թե քաղաքական, մարդկային առումով սրիկայություն է։ Որ ես հասկանում եմ իրանք խի են ուզում սա անեն, որտեվ իրանց մոտ կա տպավորություն, որ իրանք կարան վերահսկեն։ Այդ այսենց պտտելու են այս օրենքը ու պրակտոլոգիա ինստիտուտ ուղարկեն իրանց մեջ։ Ես լուրջ եմ ասում, հանգարց սա այս որոշումը սկսեն իրական, ընդ որում, քանի որ մեր օպերատորները բոլորը թաքնված ստրուկ են ռուսի, որ մեկի վրա թքում ես Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի։ Մեկը Yandex-ի հետ է իրար բերան թքում, մյուսը ընդհանրապես Ռուսաստանի ոնց պտտում ես ինչ-որ Յանի Կիպրոս, ինչ Կիպրոս, որի վրա թքում ես սա Ռուսաստանը։ Այսինքն փոխանակ Հայաստանը բռնի օպերատորներին Ռուսաստանի տակից հանի, օրենսդրական նախաձեռնություններ ստեղծի, որ այդ բոլոր տվյալները չգնան Ռուսաստան։ Սրանք անում են կրկնում են ուղղակի։ Ես գիտեմ, որ անասուն են նստած, ես կասկածում եմ, որ նախարարությունն էլ եմ կասկածում, որն է։ Այդ նախարարությունը ամբողջությամբ ամեն ինչ արել է, որ Հայաստանը չզարգանա, չնայած ի պաշտոնը ինքը նրա համար է, որ Հայաստանը զարգանա։ Խոսքը բանինն է, բետեայինն է։ Ինքը այտենց բետե նախարարություն դարավ, էլի։ Հասկանում եք, խնդիրը հետևյալն է։ Նիկոլը չի հասկանում։ Մխոն, որը սխալմամբ նստած է այդ նախարարը, որտեղ ես ինչ-որ մեկը բերե դրել է, տենց է թողել են։ Ոչ մեկ չի բանանում, չի հանում։ Ոչ բան չեն անում իրանք։ Դե ձեզ կասեն, այսքան առաջընթաց կա, այսքան ոչ մի առաջընթաց չկա, ես քանի որ ոլորտին մի քիչ ծանոթ եմ, ոչ մի առաջընթաց չկա։ Այս առաջընթացը այնա, որ գետի ջրի մեջ ասում են նավակով գնում ես, այ դու առաջ ես գնացել, քեզ ներկայացնում են, որ առաջ են գնալ, դու առաջ չես գնացել, ջուրը գնաց, ինչքան ջուրը տարել է, այդքան ես գնացել։ Մատդ մատիտ չես տվել։ Այդ նախարարությունը, այլշուտ այդ նախարարը եւ այդ նախարարության բաները, գործիքակազմը եւ պրոցեդուրաները, պրոցեսները եւ բաները ամբողջությամբ տապալել են Հայաստանի ռազմաարդյունաբերությունը եւ պետք չի ինձ հիմա ասել։ Այն ինչ որ զարգացել է ոնց որ ի հակադրումն, այլ ոչ թե ի շնորհիվ այդ նախարարության։ Ցուցահանդես եղավ։ Հասկանում եմ, այն ինչ որ ընդեղ եղել է ի հակադրումն այդ նախարարության պատճառով նորմալ ընկերություններ, որոնք հետո մարդ են դառել։ Դե դες հիմա կմեղադրենք, ասեն լավին լավ չեք։ Չեն կարա ինձ ոչ մեկը մեղադրեն, չէ, կարան մեղադրեն, ինչ որ ասենք, չգիտեմ, կտվորուին կարա ասի, որ ես ինձ մեկը մեղադրել, ոլորտի մարդը մանավանդ մարդ ովքեր որ պետք համ ռակի ոլորտում ոչ միայն դուք իմեյը հանցագործություն է, իմեյի թույլ տալը հանցագործություն է, դա մարդու իրավունքների խախտումը որն է, եկեք ես դες բացատրեմ, հա, հիմա պատկերացրեք դուք ինչ որ մի հոգի, մարդ եք ապրում եք, մեկին ունեք, որին չեք սիրում, ինքն է ձեզ չի սիրում, հիմա ինքը կարա կապնվի ու ձեր հեռախոսը անջատի, կամ ձեր հեռախոսից ձեր անունով Նիկոլ Փաշինյանին քֆուր ուղարկի, կամ ավելի վատ, ձեր անունով, ձեր անունից, ձեր հեռախոսից։ Դե ասեմ ֆեյքերի շքերթ ալնելու։ Ոչ, ֆեյքերի շքերթը որն է։ Դա շատ վտանգավոր է։ Չեք կարողանալ, այսինքն դատարանում ոչ մի որոշում, ֆեյքերը, այո, ոչ մի որոշում պատտվելու են։ Էլ չի լինելու։ Ֆեյքերի հիման վրա որոշումներ են կայացնելու։ Այո։ Եվ մարդկանց ճակատագրելու։ Այսինքն այդ շղթան շատ խորը։ Մեզ մոտ Հայաստանում դրա կարիքը չկա, հասկանում եք, Ռուսաստանում դրա կարիքը կա, որտեղ ասենք այնտեղ տատիկ կարող է լինի մի հատ, որը ֆուրի շոֆերներին 400 հատ սիմա բաժանի։
Հայաստանում դրա կարիքը չկա, մենք ի սկզբանե անձնագրով ենք ստացել մեր բաները։ Ամեր ամեն մի համարը անձնագրին կցած է, չկա հեռախոսահամար, որը անձնագրին կցած չի։ Գոյություն չունի տենց հեռախոսահամար, որ Հիմա տեսեք իրանք ինչ են փորձում անեն։ Իրանք փորձում են ոչ թե հեռախոսի համարը մանանեն, հետ են գնում, հա, այլ հեռախոսը կցեն, սարքը կցեն մարդուն։ Սա ամբողջական, այսինքն եթե ես ու ընդ որում ինչ է նաև բանանում, ես ուզում եմ հեռախոս առնեմ, նա ինքը նաև սահմանափակում բան է, քանի որ ես գրողը տարած հերն անիծած ԵԱՏՄ-ի կանոնն, ես չեմ ուզում, ես ուզում եմ ուրիշ հեռախոս, որը ԵԱՏՄ չի մտնում։ Ինքը համել ինձանից ուզում է, որ ես տուրք մուծեմ այդ հեռախոսի վրա։ Իրենց համակարգով։ Իրանց համակարգով առնելը, քանի որ Հայաստանը այն ծավալը չունի, որ իրանց հետաքրքիր լինի, այդ հասկանում եք Հայաստանի բջջային հեռախոսների խանութը Հայաստանի խոշոր հարկատուների առաջի տեղն է գրավել բավականին երկար ժամանակ, որտեղ իրականում այդ այսպես կոչված խանութը զբաղվել է նրանով, ինչի համար այդ խանութի տերը իր բարեկամները եւ բոլոր աշխատողները պետք է Շենգեն եւ ամերիկյան վիզաներից զրկվեն եւ բոլոր նորմալ երկրներին եւ միշտ հանգստանան Մագադանում, որովհետեւ իրանք շրջանցել են պատժամիջոցները։ Քանի որ իրանք չեն հասկանում, ես ուզում եմ բացատրեմ, որ դուք որ հեռախոս եք վաճառում այնտեղ, որը չի կարելի, այդ հեռախոսի ինքը իրենով բավականաչափ հզորություն ունի, որ իրան օգտագործեն դրոնի մեջ կամ հրթիռի մեջ։ Ու պատկերացրեք, ես շատ եմ ուզում, որ մարդիկ ես հասկանում եմ, իրանք չեն ուզում նայեն ուկրաինական կադրերը, բայց ես ուզում եմ, որ իրանց աչքերի դեմը դա լինի, որ իրանք այդ ստվերային սխեմաներով ինչ-որ բան են վաճառում Ուկրաինա, ու այդ տրաքած երեխու մարմինը, ու այդ երեխու արունը իր ընտանիքի անդամների դեմքներին, ինքը որ նստում հաց է ուտում, ինքը տենց մեռած մարդու գլուխներ տեսնա, որտեղ իրանց թվում է իրանք փող են աշխատում, բայց իրանք մարդ են սպանում։ Ու այդ սրիկայությունը էտեն է, որ հետո կանգնում են ասում են, ինչի մեզ թուրքերը ճնշում են, ոչ մեկ ձեն չի անում, որովհետև տականք, դու 5 տարի է մարդ ես սպանում Ուկրաինայում, սրիկա, դու երեխա ես, այ երեխուն որ գալի են գնել, որ կարդում եք, եթե կարդում եք իհարկե, որ այսօր հրթիռը խփել է, ասենք, չգիտեմ, 4 հոգի է մահացել, 30 հոգի, որից, օքեյ, այսօր 30, հա 30, որից ասենք 3-ը երեխա, ես ուզում եմ, որ ցանկացած սրիկա, ով Ռուսաստանին ստվերային ճանապարհներով չթույլատրված բան է վաճառում, հասկանա, որ այդ որ երեխեն տրակեց ինքն է սպանել, որ այդ պատկերը որ գա, որ ինքը գնա տուն իր կինը սենց նայի, ասի տականք էլի մարդ ես։ Լավ, հիմա ձեզ էլի նորից հակադրվում եմ, կասեն ուրեմն հեռախոս չվաճառենք, ինչ է։ Ռուսաստան չէ։ Ռուսաստան չէ։ Դա պետք է նշել, որ դրա համար։ Ռուսաստանին չէ, ախպեր, թարգեք Ռուսաստանի հետ գործարկանել, արա մարդը սպանեն։ Ձեզ սպանեցին։ Պարոն Սարգսյան, Արցախի էթնիկ զտում արեցին, սոված պահեցին այդ մարդկանց։ Ինչի՞ կարող այդքան անինքնասեր այդքան արժանապատվություն չունեցող մարդ կլինի։ Գովազդ պետք է հայտարարենք եթերում, բայց մինչ գովազդը այդ Ռուսաստանի հետ կապված էլի հարց կար այս շաբաթվա ընթացքում, կարծես թե Ռուսաստանը, ոչ թե կարծես թե հայտարարություններից ելնում է, որ Ռուսաստանը թակում է թրիփի դուռը եւ հարց է լինելու, ինչ է ով պետք է պատասխանի այդ թակելուն, Հայաստանը, Միացյալ Նահանգները, ինչ է լինելու, ինչի մասին ենք խոսելու, Գալուզին եւ այլն եւ այլն։ Գովազդը եթերում, գովազդից հետո մի քիչ ավելի կբացեմ հարցս։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Post-ը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ եւ այսպես պարոն Սարգսյան Ռուսաստանից հայտարարություններ են հնչում ոչ առաջին անգամ Թրիպի հետ կապված, ասում են, եթե Ռուսաստանը կարողանա ինտեգրվել, աշխատել այդ նախագծի շրջանակներում, շատ ավելի շահեկան կլինի Թրիպի համար։ Իմ հարցս հետեւյալն էր, եթե դա այդպես պատկերավոր ներկայացնենք, Ռուսաստանը թակում է Թրիպի դուռը, Թրիպի հետևը, դրան հետևը, ով է կանգնած, Հայաստանը, թե Միացյալ Նահանգները, ով է դուռը բացողը կամ չբացողը։ Դե իրականում, տեսեք, Թրիպը որպես այդպեսին հենց բուն Թրիպը, որտեվ ինքը այն ինչ որ իրան Փաշինյանի կառավարությունը ուզում ներկայացնի, որ ինքը միջին միջանցքի ինչ որ մի մաս է, որ ինքը կենտրոնական Ասիա, Եվրոպա ճանապարհի վրա, այդ սա բլեֆ է։ Բազմիցս ապացուցել եմ, էլի կարամ ապացուցեմ, որ կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհը չի անցնում Սյունիքով։ Չի անցնում ուղղակի, բացառվում է, այնտեղ ուրիշ ճանապարհներ կան, որոնք որ վաղուց էլ չասած, որ իրենք մուլտիմոդալ ճանապարհները տիպը Կասպից ծովը, որը ծով չի, որը լիճ է, որը բան է, ասենք ընդհանրապես հիմա։ Իսկ բուն Թրիպը ինքը նոյեմբերի 9-ն է։ Թրիպը ստեղծվել է Իսրայելի կառավարության ճնշման տակ։ Ոնց որ եւ նոյեմբերի 9-ն էր ստեղծվում, ի օգուտ Ադրբեջանի։ Այդ Ադրբեջանում կոպիտ ասած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա Ադրբեջանի պահանջը կատարումն էր Պուտինի կողմից, իսկ Թրիպը դա նույն պահանջի կատարումներ ուղղակի Իսրայելի ճնշման բանից, Ամերիկայի կողմից։ Նետանյահուի ճնշում, այսինքն իսկ Նետանյահուն ինչ անի, իրան իրականում հետաքրքրում է Ադրբեջանը հակապարսկական մոդելի մեջ։ Ինքը ամեն ինչ տալիս է, Հայաստանը էլ եմ ասում, Հայաստանը կոչնչացնեն, մենակ թե այդ հարցը լուծվի։ Նու Իսրայելի համար է դա կրիտիկական է։ Իսկ Թրամփը ինչպես հայտնի ինքը ամերիկյան շահերը առաջ չի տանում։ Ես ստեղծման օրվանից ասում եմ, ձեզ այդ միջանցքը պետք է սյունվի, ինչ Թրիպ։ Ինչ հիմարություն խոսում, ինչ Թրիպ։
տրիպի ու նոյեմբերի 9-ի տարբերությունը գոյություն չունի։ Ինքը նույնն է։ Տրիպը ստորագրված է նույն կերպ, ինչպես եւ նոյեմբերի 9-ը։ Նորից հակադրվեմ, այսինքն ձեզ կհակադրվեն հակափաստարկ կներկայացնեմ, որ նոյեմբերի 9-ը դա FSB, իսկ տրիպում FSB չի նախատեսվում։ Վիճոկ ու զյատյոկ։ Այնտեղ է Կուշներն է, ինչ տարբերություն։ Yani շարքային FSB-շնիկի եւ Տրամպի տնփես ու կաշառակեր Կուշների մեջ ինչ տարբերություն։ Այն էլա սրիկա, էլի։ Այնտեղ սուվերենության Հայաստանի ինքնիշխանության վտանգ կար նոյեմբերի 9-ին։ Իսկ ինչ տեսնում է որ Կուշների դեպքում չկա։ Ով ասեց։ Դե դա է խոսքը։ Նույն բանն, նույն չէ։ Հասկանում եմ, չէ, ներկայացնում են այդ, բայց դա տենց չի։ Կուշները նույնքան վտանգ է Հայաստանի անկախությանին, սուվերենությանը եւ ցանկացած երկրի անկախությանը եւ սուվերենությանը։ Ինքը կաշառակեր է, փող է ուզում աշխատի, իրան մեկ է ինչ կրնի։ Ինքը սառանչա է։ Կուշները եւ բանը Վիճոկը, ոնց որ ասում են, Վիճոկն ու Զյատյոկը, իրանք սառանչաներ են։ Իմ հարցին վերադառնանք, ում հետ է բանակցում Ռուսաստանը կամ ոչ մեկ հետ չի բանակցում։ Ուղղված այդ հայտարարությունը Ադրբեջանը տրիպի հետ կապված։ Ադրբեջանին։ Ադրբեջանը պետք է ասի այո Ռուսաստան արիք ու երկաթգծերով հանդերձ։ Դեք ինքը կարիք չունի մեզանից հարցնելու, ինքը որ Ադրբեջանի հետ պայմանավորվեց, ինքը այդ հարցը լուծում է։ Yani դուք ինչ եք անելու։ Դուք համաձայն տրիպի ձեր այդ 42 կիլոմետրի վրա, ինչ ուզում եք պատտվել, տնտեսական սուվերենությունը դադարել է, գոյություն չունի է։ Դուք ոչինչ չեք կարող անել, եթե Ադրբեջանը տեղով տանի հերոին, կակային, ամոնալ, որը կբերի կտրակացնի ընդե, քիմիական նյութեր, որը կբերի, կասի վայ կներեք, այս բոլոր ստանդարտները բաներ, բայց այս երկու վագոնը շուռ եկավ, կներեք, մի քիչ ձեր մեղրին սատկեց, բայց ոչինչ, լավ, ոչինչ։ Ախր այս կառավարությունը բաղկացած է դեգեներատներից, որոնք որ ասում են, իսկ որ մենք իմեյները հավաքենք տանք Ռուսաստանին, այդ ինչ վտանգ է որ։ Մարդիկ չեն հասկանում, որ երկարաժամկետ է Ադրբեջանի պլանը Հայաստանի ոչնչացմանը։ Մարդիկ չեն հասկանում, որ Իսրայելի համար կրիտիկական չի, ինքը հիմա Իրանին կհարված է Ադրբեջանից 20 տարի հետո, 30 տարի հետո, թե 50։ Մարդիկ չեն հասկանում, որ մեղրի կտրելը հիմա 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո իրանց համար էական չի երբ։ Մի պահ գալու է վագոնը կանգնի վագոնի մեջից ամեն վագոնից 40 զինված մարդ դուրս գա թուրք ու կդրեն տանեն Սյունիքը որովհետև դուք ճամփա եք տվել իրանց հիմա այդ ճամփեն չկա հիմա չեն կարա հիմա դու մի գումարտակ ստեղ ես պահում մի գումարտակ ընդեղ ու պահում ես իսկ եթե դու կտրեցիր ճանապարհը տվեցիր դու ընդեղ կորպուսը ամբողջությամբ պետք է պահես մեղրիում, որ պահես, դու շանս չունես դա պահելու, հենց այդ է հարցը, որ չի կարելի սեմինարների և տրեյնինգների միջոցով ժողովրդավար դեմոկրատ դարած մարդկանց, թողել պետական կառավարումը իրականացնել իրանց ցանկությամբ, ոնց որ երբ որ դու շլյապ ես հագնում, դու եվրոպացի չես դառնում, նույնիսկ շլյապը իտալական է, դու մեկը սովետական կոլխոզի ղեկավար ես, երկարաժամկետ պլանավորում, ռազմավարական պլանավորում, գոյություն չունի այս կառավարություն, չեն կարողանում հաշվել, մռայլ եք նկարագրում իրական, դա մռայլը որնա չեն կարողանում հաշվել, բայց դա բանի վրա, տեսեք, լսում են, այս շուտ չեն լսում, ստեղծված օրվանից ասում են փաթաթեք էտի ռադարեք, ձեզ մա չեն լսում, իհարկե լսում են, բայց ինչի չեն անում, որտեղ մտածում են, որ իրանց հիմա օգուտ է, իսկ հետո մի բան կլինի։ Լավ, Իսրայել, հայոց ցեղասպանության ճանաչում։ Նույն թեմայի մեջ։ Ինչ էր սա, կամ ինչ է սա։ Դե ժողովուրդը ոգևորվել է, ասում է, վերջապես Իսրայելը, չնայած Քնեսետը չգիտենք արձակուրդ է գնում, հետո վերընտրություններ են եւ այլն, կհասցնեն մինչեւ դա թե չէ։ Լավ, ինչպես է գնահատում, շատերը ասում են քաղաքական ճնշման գործիք է դա Անկարայի վրա Էրդողանի, այսօր էլ իմ հյուրերից մեկը ասեց, սա ապտակ էր Էրդողանին Իսրայելի կողմից։ Հանրապես ապտակ չէր։ Ինչ է ձեր գնահատմամբ տեղի ունեցել։ Ոչ մի բան։
Չէ, ոնց ոչ մի բան։ Այդ ավելի շուտ Ինչու է այսքան ուղղված է- աղմկալի։ Աղմկալից ստեղ է, աշխարհում ոչ մեկ չի նկատել։ Իրանք հիմա մեղադրվում են ցեղասպանության մեջ, Ղազայում իրականացող ցեղասպանության մեջ։ Իրանք ինչ-որ մի կերպ պետք է հավաքեն նյութեր, որպեսզի երբ որ Հաագայի տրիբունալը բանանի, իրանք ասեն, որ չգիտեք, մենք օրինակ ցեղասպանության, հայոց ցեղասպանություն ճանաչել ենք, դրա համար մենք չենք կարող ցեղասպանություն անել։ Հենց այն ներքին իսրայելական, ասենց ասեմ, իսրայելական դատապաշտպանական գործընթացի, Հաագայում դատապաշտպանական գործընթացի մի հատ կտոր է։ Ընդհանրապես ոչ Հայաստանի հետ կապ ունի, ոչ Թուրքիայի հետ կապ ունի, ոչ մի։ Եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայի արտգործնախարարության պատասխանի մեջ չկա հերքում կամ մերժում ցեղասպանության փաստ։ Թուրքիայի արտգործնախարարությունը ասել է դու քեզ նայ։ Ինք չի ասել չենք արել այդպես բան։ Կասլա քեզ նայ։ Փաշինյանը շատ զուսպ պատասխան։ Փաշինյանը զուսպ ինչ-որ բառ օգտագործեց, որը չգիտեմ այդ։ Փաշինյանը քանի որ իր հետ հա իր մոտ ինչ-որ բան կա, բարթույթ կա Արևմտյան Հայաստանի հետ կապված, ինքը տենց ինքը իր կոլխոզի մեջ է ուզում ապրել։ Չէ, լավ, ինքը չէ դե բարթույթ է մարդը Արարատից ուզում հրաժարվի արագած առաջ տանի, մարդը ասում է, չգիտեմ, Արցախի մասն է տենց խոսում, Արևմտյան Հայաստանի մասն է տենց խոսում։ Ինչ քաղաքական, չէ, ինչի եմ ուզում ասեմ, Փաշինյանի ասածը ընդհանրապես ասնամանի չի ոնց որ ստեն ասում։ Ինչը վերաբերվում է որ Արարատին, Եղեռնին, Արևմտյան Հայաստանին, Կիլիկիային, այդ իրան մի հարցրեք։ Ինքը հանգրագետ է այդ հարցում։ Ինքը գաղափար չունի ինչ մասն է խոսում։ Իսրայելը քաղաքական հարց է լուծում, այո, Իսրայելը քաղաքական հարց է լուծում, իրենք չեն թաքցնում, որ քաղաքական հարց են լուծում։ Թուրքիայի համար դա, ասենք, ոչ մի ապտակ չի, դա իրանց հարաբերություն, փոխհարաբերություններն է։ Թուրքիան Իսրայելի հետ շարունակում է առևտրային փոխհարաբերություններ, իրանց 8-ից 14 միլիոն դոլարի շրջանառությունը մնացել է ուղղակի Իսրայելի փոխարեն գրած է Պաղեստին բաների մեջ, վիճակագրության մեջ, այդ է տարբերությունը։ Իրանք իրանց գործ տանում են առաջ։ Նպատակը Իսրայելի այս այդ ցեղասպանության հայոց ցեղասպանության հարցը այդպես ցուցադրաբար կամ Դե նախ եւ առաջ քանի որ տեսեք, հասկացա հարցը, ոչ ցուցադրաբար բան չկա։ Իսրայելը չունի դաշնակից, իսկ ինչ վերաբերվում է Իրանի դեմ պատերազմին, Հայաստանի դիրքորոշումը այնպիսին էր, որ լինելով նաեւ տարածաշրջանի ամենակայուն երկիրը, ժողովրդավար երկիրը եւ Եվրոպայի համար ընդունելի երկիրը, Հայաստանի դիրքորոշումը նկատվում է, գնահատվում է, այդ թվում ԵՄ-ում։ Եվ հակաիրանական այդ հիստերիայի մեջ Հայաստանի ձայնը տենց չէր որ որոշիչ էր, բայց զգացվում էր, որ ոչ մի հիստերիկա չկա, հանգիստ նորմալ մենք մեր համար բան ենք անում։ Փաշինյանն էլ Թեհրան։ Դե հիմա հա պետք է գնամ, թաում։ Ռազմավարական գոբան։ Ի վերջո միակ հարևանն է, որի հետ մենք երբևիցե այս քանի տարիների ընթացքում նույնիսկ Վրաստանի հետ ենք խնդրեմ ունեցել, չենք ունեցել բարձիկների հետ խնդրեմ։ Պետք է ասել մի 5000 տարի, բայց 5000 չէ, բայց ամեն դեպքում քիչ, ամի 400 տարի չենք ունեցել ամեն դեպքում։ Դրոն նույնիսկ այնտեղ վարչապետ է եղել թե պաշտպանության նախարար։ Հա, էլի բան չի։ Տեսեք հիմա հարցը հետևյալն է։ Իրանց համար պետք է որ Հայաստանը մանր անցկացնեն իրանց կողմը։ Որ ասենք բան չլինի ընդհանրապես Պարսկաստանի կողմը մարդ օրինակ նույն այդ առումով Հայաստանի ներկայությունը ինչով այնտեղ կարող առաջի քրիստոնյա երկիրն է մեծ հայկական համայնք կա Իրանում բան այդ քրիտիկական նշանակության ունեցող բաներ են բացի դրանից կա նաև ուրիշ մեկ բան որը ենթադրվում երևում է այտենց ոնց ասեմ տվյալները բավարար չեն 100% վստահ 95% վստահությամբ նույնիսկ ասես բայց նշмарվում է այդ բանը որ իրանք այս տրիպնել որ կա որ Իրանը կտրվի իրանք նաև բան են պատրաստում հող են պատրաստում որովհետև եթե այս հնդկական օվկիանոս սև ճանապարհը որի մասին ակտիվորեն Պարսկաստանը խոսում է այդ նա ինչ որ միակ միջանցքներ որը պետք է լիներ այն ինչի մասին որ ստեղ 4-րդ տարին արդեն խոսում եմ Եվրամիությունից սև ծով այդ մեղրի
Ջաբար կամ Բանդեր Աբբաս, որը որ ուզում եք բաները։ Հիմա Իսրայելի համար դա մահ է, որովհետև դա ավտոմատ կերպով իրան դուրս է շպրտում բոլոր ինտեգրացիոն գործընթացներից։ Ես ուզում եմ որ ճիշտ մարդիկ հասկանան, հա, իրանց այս տրիպն է դրա համար պետք, որ բանը վերահսկվի, այդ սահմանը վերահսկվի իրանց կողմից։ Եվ սա հնարավորություն է տալիս հայոց ցեղասպանության ճանաչումը, հնարավորություն է տալիս, այն որ Սալոմ Կուպացիլից էլի, որ եթե հանգարց գնա ամենավատ տարբերակով ու նոյեմբերի midterm-ից հետո ամերիկյան կոնգրեսը որոշի, որ Իսրայելին այլևս ոչ մի բան, Իսրայելը մեզ ոչ մի բան, ոչ մեկ, իրանք գոնե ինչ որ հարաբերություններ պահպանեն ու կարողանան ինչ որ կերպ մտնեն այդ թեմաների մեջ։ Բայց արդեն Հայաստանի սիրտը շահած վիճակից, որովհետև դուք պետք է հասկանաք, որ իրականում Իսրայելի համար գոյություն չունի ոչ խիղճ, ոչ արժեք, ոչ բան, իրենք դաշնակից է չունեն, աշխարհում չունեն ոչ մի դաշնակից, նույնիսկ Ամերիկան էլ դաշնակից չի։ Հիմա իրենք իրանց գոյության հարցն են լուծում, հա, հիմա եթե իրենք կարողանան Նեթանյահուն ասում է, ես ֆինանսական կախվածություն չեմ ուզում ունենալ Միացյալ Նահանգներից, դա ասում որ գործազրկության նպաստ ինձ տային, ես չեմ ուզում այլևս։ Ոնց, բայց Իսրայելը ոչինչ չի արտադրում։ Ասում ես հզոր եմ արդեն։ Ինչն է հզոր, չէ, ես ուզում եմ որ այդ լեգենդը ծրվի։ Իսրայելը 23 թվականից ոչինչ չի արտադրում։ Իսրայելը ուժեղ պետություն է, քաջարի բանակով մենք թույլ չենք տա որևէ մեկին սպառնալ մեզ։ Պուտինն էլ ասենք, երբ խոսում է, ասում է որ Ուկրաինայի 95%-ը երեք չառաջուրը վերցրել է, տակ այսքան բան է մնացել, դա էլ հեսա կվերցնենք։ Ամեն մի ռազմական հանցագործ հիմար մի էշություն դուս է տալիս, էլի։ Դա Յանի Պուտինի, ոնց է Պուտինին հավատակ։ Նույն ռազմական հանցագործն է, դու ցեղասպանություն արել։ Նպատակը ես լավ չհասկացա, Իսրայելը ասում եք ինչու տեղաթողում, որ Հայաստանի հետ հարաբերությունները պահի ինչ-որ մի ձև։ Դա Հայաստանի հետ հարաբերություններ կպահի այդ քայլը։ Դե հիմա չէ, ես կառավարությունը Ջորջ, տեսեք, տարածաշրջանում բոլորը բացի Նիկոլ Փաշինյանից երկարաժամկետ են նայում։ Ռուսաստանը երկարաժամկետ է ուզում Ուկրաինան գրավի, Հայաստանը ոչնչացնի։ Ալիևը երկարաժամկետ է ուզում Սյունիքը հայատապանի Արցախի պես։ Իսրայելը երկարաժամկետ է ուզում կտրի Հայաստանի Իրանից կամ եթե հնարավոր է Հայաստանի պետականությունը ոչնչացնել, նվիրել Ալիևին, որպեսզի հյուսիսից արձակվել։ Բոլորը բացի Նիկոլ Փաշինյանից երկարաժամկետ են մտածում։ Հենց հիմա են երկարաժամկետ մտածում, չասած որ իրենք գծել են երկարաժամկետ այդ պլանները։ Ոչ, այստեղ էլի կհակադարձեն ձեզ հակափաստար Ուրսուլա ֆոն դեր Լայենն է Հայաստանում։ Եվ ասում է Եվրոպան երկարաժամկետ պահում է Հայաստան, դա չի նշանակում որ Դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Աշխարհում ուրիշ կետ չկա, որի վրա դու կարաս հենվես բացի Եվրոպայից։ Ասելիքս դա էր, գուցե հաշվարկը։ Բայց ինչ կարան ինձ հակադրեն։ Դուք ասում եք կարճաժամկետ է, չեք Նիկոլ Փաշինյանը եւ եվրոպական որոշումը դրանք տարբեր բաներ են։ Ինչու բացատրում։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա ԵԱՏՄ-ում է։ Քիչա ձեզ։ Դե հանում են, բրթում են։ Հասկանում եմ, բայց ինքը մինչև հիմա ԵԱՏՄ-ում է, չէ։ Դուրս գա ինքը իր ոտքով։ Ինքը մինչև հիմա չի վերցրել, չէ, երկաթգիծը։ Ես ոտքով չեմ դուրս գա։ Է ջանդամը դուրս գաս, կո երկու ոտքով կընկնես մի դագաղի մեջ։ Էդ եմ ասում։ Վատ բաներ եք ասում։ Նու ԵԱՏՄ-ն մեռնում է հիմա, ինչ։ Բայց երկաթգծի կոնցեսիան մնում է։ Երկաթգծի կոնցեսիան, ՎՏԲ-ի գործունեությունը։ Նորից եմ ասում, երկաթգծի կոնցեսիան, ՎՏԲ-ի գործունեությունը Հայաստանում, Յանդեքսի գործունեությունը Հայաստանում, Ռոստելեկոմի քողարկված գործունեությունը Հայաստանում։ Ռոսսատրուդնիչեստվը, որը երեխեքին տարել է, հասկանում եք որ ռոսսատրուդնիչեստվը։ Իմեյները, այո, Ռուսաստանի հետ այդ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սինխրոնիզացված են։ Անիմաստ ԵԱՏՄ-ի մաքսատուրքերը, որ մենք տալիս ենք։ Ռոսսատրուդնիչեստվան, որը հայկական երեխեքին, հայ երեխեքին տանում է Արտեկ, արա, Արտեկ ռազմական գոտի։ Հասկանում եք այս հիմարությունը որտեղից է։ Ես չեմ կարող հասկանամ, Նիկոլ Փաշինյանը դուք ուզում եք ասեք, որ ունի երկարաժամկետ բան, պլանավորում, հա,
Պարզա չի արդեն, որ գոնե որ քո երեխեքին մի թող որ այդ տականքները տանեն գրին։ Լավ, ուրեմն վերաձևակերպում ենք Նիկոլ Փաշինյանը ըստ ձեզ չունի, բայց Եվրոմիությունը ունի եւ Եվրամիության գործունեությունը տարածաշրջանում նա ոչ սենց ասեմ, իրանց երկարաժամկետ ռազմավարության շրջանակներում իրենք չեն շեղվում։ Ես այդ ձևակերպումն էլ էի ուզում բերեի, որ նա ասում է, երբ Հայաստանը մերձանում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, երբ Հայաստանը մերձենում է ԵՄ-ին, Հարավային Կովկասն է ավելի մերձենում։ Այդ իդեպ ասեմ, այդ ռևերանսներ են ուղղակի Նիկոլի երազախապություններին։ Բուն Եվրոպայում բոլորը Ադրբեջանի վրա թքած ունեն։ Որ պատկերացնեք Ադրբեջանը Ռուսաստանի պես մի երկիր է, որտեղից կարելի առնել նավթ եւ գազ։ Ոչ մեկ չի պատրաստվում Ադրբեջան, այդ Նիկոլի երազանքներն է։ Այդ խաշմռուկները, այդ հիմարությունները, որ եկեք մենք բան Այնտեղ Հայաստան են ուզում, որպիսի դուրս գան դեպի Հնդկաստան, որտեղ Հնդկաստանի պահանջն է նաև, որ ինքը ուզում է դեպի Եվրոպա դուրս գա ոչ թուրքական պետություններով, այսինքն Հայաստան, Իրան, Հնդկական օվկիանոս, լավ սենց լայն, վերջ, Եվրոպային էսա պետք, հիմա Հայաստանի բնակչության ընտրությունը կանգնել է մի մարդու վրա, ով ունի սեփական մոտեցումներ, արտաքին տեսքի, պահելաձևի եւ խաշմռուկների մասին, ասում են լավ, чем бы дитя не тешилось, лишь бы оно не вешалось. Հիմա մեզ տալիս է այդ հնարավորությունը, ձեռի հետ ուզում է տակը անի մատով խառնի քսի ականջներին, թո անի, մեզնից հեռու։ Չեք կարողանում հասկանալ, որ Եվրոպան չի աջակցում խաշմռուկներին, չի ուզում, որ Ադրբեջանը քաշտա մտնի Եվրոպայի մեջ, չի ուզում Վրաստանի այս կառավարության հետ լեզու գտնի, որտեղ Վրաստանի այս կառավարությունը իրանց տեսանկյունից մարդու իրավունքներն է խախտում։ Հեսա այս իմեից հետո Այս իմեից հետո, հա, որովհետև հարցը առաջանում։ Հարցը առաջանում ինչ եք անում։ Ու նույնիսկ իմեի հարցը չի, վարչապետ այդ հալովդ կանգնում ասում ես չեմ հասկանում, նրանից հետո որ որոշում ես կայացնել։ Դե դեռ հələ ոնց որ թե չի սկսել այդ գործել այդ իմեյ կոդերը։ Դակ չի սկսել գործել, բայց որոշումը ոնց է հայտնվել։ Միգուցե մի հատ քննարկում անեք հանրային։ Դե գուցե։ Միգուցե վերջացնեն վախենը, չես պետք է ասեմ։ Ասեք։ Որ վախից չոքերները թուլանում է, որ հանգարց ես հայտնվում եմ մեկում ծրագիր են չեղարկում։ Պատմեք, այդ ինչ պատմեք։ Չէ, արդեն էլ պատմելու բան չկա, ասեցի ինչ-որ մեկի ծրագիրը չեղարկվում է։ Ձեզ հրավիրել էին։ Այո։ Անցած շաբաթ։ Այո, այն մարդիկ ովքեր հրավիրել են, հետո ստացել են հրահանգ։ Ծրագիրը չեղարկել են եթերից դուրս։ Այսինքն դուք գնացել եք ՀՄ։ Գնացել հասել եմ մեկ ծրագիրը ստացել եք։ Այո, ծրագիրը չեղարկվել է արդեն գրիմից հետո։ Երբ որ ծրագիրը չեղարկվում է, պարոն Սարգսյան, զանգահարում ասում են այսօր չեղավ, եկեք ընդեղա չեղարկվել։ Այո, ոչ էլ ասել։ Շոր կներեքները 80 մեր վահանակ, փչացել, չգիտեմ ինչներ եղել։ Ինտերնետը չկար։ Ոչ մի բան։ Եկեք մենք օրը փոխենք։ Ոչ մի բան, կրկնում եմ։ Դուք մենակ եք թե Ոչ, չէ, քննարկում պետք է լինի։ Քննարկումը տապալվում։ Քննարկում պետք է լինի, բայց քննարկում վերաբերում է եվրոպական ինտեգրմանը։ Ուղղակի իրանք մարդ չեն։ Զանգահարեն նոր օր Միգուցե, բայց խնդիրը ուրիշ տեղ է։ Այս կառավարությունը, այս աշխատակազմը, այս գաղափարախոսությունը, ձեզել, բալանսավորենք, ստեղ ստրիպտիզ պարենք, այնտեղ հայր մեր ասենք, չի լինում տենց։ Ու իրենց դա դուր չի գալի, որ չի լինում։ Չկարողam հասկանալ։ Այդ չի լինում տենց։ Չի լինում։ Բանակը չի թվայնացվում մինչև վերջ, որովհետև ձեր գեներալիտետի 90%-ը մտածում է թղթային քարտեզների մակարդակով։ Ձեր սպայական անձնակազմի 95%-ը ոչ մի լեզվով բացի իր գեղի բարբարից չի խոսում։ Չէ, կարան տարը տեսնեն, ասեն, այս քյու տարն է։ Բայց տեքստ չեն կարա կարդան։ Ուկրաինական պատերազմի արդյունքները ոչ մեկ չի վերլուծում։
Ոչ մեկ ընդհանրապես, Որտեղից գիտեք։ որտեվ տեսնում եմ ինչ են հանում բաներին, ռազմական շքերթներին։ Ասում են մենք ամբողջ մեր ունեցածը ոչ ենք ցույց տալու։ Մենք Ցույց տալու ձև կա։ Ինչ-որ հատված ձեզ։ Չէ, ցույց տալու ձև կա։ Հասկանում եք։ Կալաշով զինվորը արդեն հերիքա, որպեսզի հասկանաց, որ Կալաշնիկովի հա, ոչ բան չի փոխվել։ Պարոն Սարգսյան, շատ քիչ ժամանակ է մնացել, բայց անպայման հաղորդման ավարտին այսօրվա, բայց քանի որ Եվրոպայության մասին էինք խոսում, ես բոլոր դեպքերում չեմ ուզում շրջանցեմ, ուզում եմ անպայման այս թեման էլ Թրամփը ուրեմն կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի դաշինքին, ՆԱՏՕ-ն է քննադատել դաշինքի այդ գագաթնաժողովից առաջ ամսի 7-ին Անկարայում գիտենք, որ Թուրքիայում գագաթնաժողով է լինելու եւ նա ինչ է ասել, ձևակերպումն է հետաքրքիր, անհեթեթ կլինի, որ Միացյալ Նահանգները շարունակի այս միակողմանի ուղով գնալ, երբ հարաբերությունները փոխադարձ չեն։ Նրանք մեզ հետ չեն եղել, ասում է Թրամփ։ Ինչ է նշանակում, այլևս մենք այս ուղով չենք գնա, սա միակողմանի ուղի է։ Ինչ է նշանակում։ Ընդհանրապես ինչ եք պատկերացնում այս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ինչ կարող է լինել։ Դժվար է ասել Թրամփի գլխավորում ինչա կատարվում, չգիտեմ, գիտեմ, որ կա դատարանի որոշում Ամերիկայում, որը կարելի է մեկնաբանել Թրամփի համար շատ վատ Էփշտեյնի ֆայլերի հրապարակումը, որում արգելված է անունները փակել։ Այսինքն դատարանը որոշումը կայացրել, որ պետք է Թրամփ Այսինքն Էփշտեյնի ֆայլերը հրապարակվեն, բայց անունները այլևս սերով չի կարա ներքի։ Եվ դա շատ վատ է Թրամփի համար։ Շատ վատ է Թրամփի համար։ Եվ բոլորը մոռանում են, որ այդ բանի Թրամփ-Էյնշտեյնի պատերազմը, որը սկսեց այն ժամանակ, երբ որ Էփշտեյնի ֆայլերը սկսեցին բացվել, հունվարին բացվում էր այդ ամեն ինչը։ Հետո բոլորը մոռացան Իրանի պատերազմը, հա։ Դա է, պրոբլեմը հենց այդտեղ է։ Որ այսպես կոչված PDF ղեկավարությունը, PDF-ը այդ բանն է, պետոֆիլների բանն է, PDF են ասում դրանց։ Այդ PDF-ների թեման էր, որ ինքը գնալով բացվում էր, հետո ինքը սկսեց պատերազմ, հետո տնտեսական վիճակը վատացավ, ընդհանուր առմամբ վարկանիշ ընկել է, հիմա համընդեղ է վատ։ Ինքը ոչ մի հարց չի լուծել։ ՆԱՏՕ-ի շրջանակներում ինքը փորձում է հիմա Թուրքիային տրամադրել շարժիչներ Թուրքիայի այսպես կոչված 5-րդ սերնդի կործանիչի համար, ոնց որ թե դա մի հարցի մի կողմն է, մյուս կողմը F-35-ն է, որը չեն տա, որտեղ այնտեղ ուրիշ հարցեր կան, բացի Իսրայելից նաև կա Հունաստան, նաև այս 400-ը, որ ինքը միտեղ պետքա սաղացնի։ Ասում են Հարավային Կորեան լպտի համաձայնվի այդ գումարը տա։ Հասկանում եք, եթե Թուրքիան ցանկություն ունենար, կարար վկա բերեր նույն ուկրաինական ասենք ատաշեներին։ Չէ, մեջը դնեն մի քիչ C4 կդնեին, կտրակացնեին դաշտի մեջտեղը կասեին չունենք։ Եթե դրա մասին խոսքը, հենց այդ է հարցը, Թուրքիայի համար շատ կրիտիկական է, տնտեսական ծանր վիճակում է գտնվում, բայց տեսեք, այս 400-ը որպես այդպեսին ինքը լեգենդա ավելի մեծ էր գոն, այս 400-ը հիմա ոչ մեկին ինքը առանց բանի բռնի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանից էր ձեռք բերել։ Հա, առանց բռնի չի ճամպրուկ է, այս 400-ը հիմա լավ ով մեր դիտող։ Չէ, որովհետև դա այդ հարցը մինչև չլուծվի, այդ F-35-ը կապում են այդ հարցի հետ։ F-35-ը կապում են այդ հարցի հետ, բայց այնտեղ ուրիշ հարց։ Իրականում F-35-ը երևացող մասը դա այս 400-ն է, տակի մասը դա Իսրայելի եւ Հունաստանի եւ Կիպրոսի համատեղ ճնշումն է, այսինքն հրեական եւ հունական լոբինգի համատեղ ճնշումն է կոնգրեսի վրա, որպեսզի բանը չեղարկվի, որպեսզի Թուրքիան չստանա F-35, որպեսզի տարածաշրջանում այդ բալանսը չհավասարվի, չխախտվի։ Եվ սրա տակ կա նաեւ բավականին լուրջ եվրոպական ցանկություն, որովհետեւ Թուրքիան պաշտոնապես ինքը իհարկե ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է, բայց իրականում շատ ավելի ներքև է։ Եվ F-35-ը իրան Թուրքիան ագրեսիվ է շատ հաճախ Հունաստանի եւ Կիպրոսի հանդեպ, ինչպես նաեւ տարածաշրջանում ինքը ոչ
միանշանակ քայլեր է շատ հաճախ անում։ Թուրքական պրոքսիները մասնակցում են Արցախի պատերազմներին, էթնիկ զտումներին, թուրքական հատուկ նշանակության կամ ծառայությունները կամ գորշ քայլերը մասնակցում են եզդի ժողովրդի ցեղասպանությանը, այնտեղ կանանց բռնաբարությանը եւ այդ տարածքների գրավելուն քրդական թուրքական պրոքսիները նաև մասնակցում են Ալ-Շարայի հետ Սիրիայի գրավանը, այս ամեն ինչը թույլ չի տալիս Թուրքիային դիտարկել որպես կայուն ռազմական գործընկեր, ինքը իր սեփական բաներով ապրում, երազանքների մեջ ապրում։ Եվ ակնհայտ է, որև 35 ոչ մեկ չի ուզում տա։ Առավել եւս, որ Թուրքիան երկու մեծ հարց ունի, ու 3, բայց երկուսն են հիմնականում բանանում, դա Հյուսեյն Կիպրոսն է, որի հարցը կարա կանգնի հիմա այս ՆԱՏՕ-ի վերաժողովին, որովհետեւ չի կարող Թուրքիան շարունակել օկուպացված պահել Եվրամիության երկրի տարածք ու երբեք դրա համար պատասխան չտալ, ինչ որ մի պահ էս պետք է համաձայնեցման գան։ Սա մեկ եւ երկրորդը հիմա որքան էլ տարօրինակ չի, դա բանի հարցն է, համ Հայաստանի սահմանի բացումը, համ ընդհանուր առմամբ տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական փոխհարաբերությունները բոլոր երկրները, մասնավորապես ինչ որ չափով սահմանափակել Իրանի հետ համագործակցությունը, որովհետեւ ըստ իսրայելական մամուլի Թուրքիան կարողացել է ԱՄՆ-ից ինչ որ պրեֆերենցիաներ փոխել, որպիսի հանդես չգա Իրանի կողմը այս պատերազմում, այսինքն իր սահմանը չբացի իրանական բանի համար։ Եվ միևնույն ժամանակ Թուրքիան շարունակում է իր ապակայունած Թուրքիան Ադրբեջանի միջոցով ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ։ Հիմա ես նորից ասեմ, վերադառնալով ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիան բոլորը գիտեն, որ սահմանը չի բացվում, որտեվ Ադրբեջանի ճնշումն է։ Թուրքիան բոլորը գիտեն, որ Ադրբեջանի վրա այդ Ադրբեջանի բաժնի տոմսերի 30%-ը Իսրայելի ձեռն է։ Ու բոլորը գիտեն, որ անհրաժեշտ դեպքում, եթե Իսրայելի վրա ճնշում լիներ Ռուսաստանի կամ Իսրայելի կողմից, Իսրայելի վրա, Ադրբեջանի վրա, դե 30% Ռուսաստանի ձեռն է, 30% Իսրայելի ձեռն է, պատկերացիք փակ բաժնետիրական ընկերություն։ 30% Թուրքիա է, 30% Ռուսաստան, 30% Ադրբեջան, 10%-ը Ալիև Փաշաևների կլանն է։ Հիմա եթե այս երկուսից Իսրայելից կամ Ռուսաստանից գոնե մեկը ասեր բացի սահմանը կբացվեր։ Թուրքիան ուզում է բացի, բայց իր ձայները այնտեղ բավարար չի։ Մյուս կողմից այդ իրանք իրանց են այդ թակարդը գցել, որ մենք պետք է Ալիևի որոշումը կա, իրանք են ասել, որ մինչև դու բանի այդ չէ, մինչև դու Ադրբեջանը չբարիշես չենք անեն։ Ադրբեջանն ասում է սահմանադրությունը չի լինում։ Ու չի լինելու, որտեվ եթե սենց գնաց, էդի պտտվում է։ Հիմա հարցը սենց է, կամ Թուրքիան իրականում կարա վեր կանա, ասինքն ես բացում եմ սահմանը։ Գնա բորձուր կրծի դուրս չի գալի։ Ու վերջ։ Բայց այս հարցը դրված է ուրիշ տեղ, դու պետք է այդ որ կանգնես բան անես, դու ինչ որ մի տեղից պետք է այդ ֆինանսավորումը համարժեքը, որը ունես Ալիևից, ինչ որ մի ուրիշ տեղից ունենաս։ Տեսնենք, այս ՆԱՏՕ-ի գուցե շատ ենք սպասում, բայց ինչ որ ինտրիգ կա այս ՆԱՏՕ-ի հավաքը։ Դուք իրան պետք է Հունաստանի եւ Կիպրոսի հարցերը լուծի, որպիսի կարողանա գումար ստանա։ Եվ վերջ ամենավերջին հարցը Ալեն Սիմոնյան, չեմ վերցնի մանդատը, չեմ գա ազգային ժողով որպես падգամավոր շարունակելու աշխատանքը։ Ուզում եմ մի քիչ հանգստանալ, բայց քաղաքականությամբ զբաղվելու եմ։ Չէ, ասենք ոնց կար ազգային ժողովի նախագահան գնա նստի падգամավոր։ Այդ ստատուսի, ասենք գնա ինչ, գնա ինչ որ մեկը լինի ֆրակցիայի ղեկավար, ինքը արժե նախագահ։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ եղել այս ամբողջից, ինձ համար անսպասելի էր։ Մի հատ էլ խնդիր, որ խայտարակությունը Ալենը չի կարա քաղաքապետ դառնա։ Չի կարա։ Ինչու՞։ Այս քաղաքը չի կարա վրա երկու բառադի ունենա քաղաքապետ։ Դե կարողանալու չկարողանալու։ Չէ, ասենք որ ինչ։ Ազգային ժողովի նախագահ ոնց կարաս գնաս քաղաքապետը։ Քաղաքապետը ուրիշ բանի մասին է։ Քաղաքապետը բանի մասին ներկայացչական ֆունկցիաների մասին։ Քաղաքական գործունեությունն է։ Ալենը պետք է գնա երկրի նախագահ։ Օ։
Հա, բա Դուք այդպես եք տեսնում։ Չազգային ժողովի նախագահ, ասենք ստատուսներ կան, ժողովուրդ։ Դե մարդը թոշակ է գնում, ասում է գնում եմ Հանգստան։ Մի րոպե, տեսեք։ Անկախ ամեն ինչից, մերոնք ինչը չեն հասկանում, որ պետական կառավարումը շատ ավելի բարդ եւ կարգավորված միջազգայինորեն կարգավորված գործունեություն է եւ նույնիսկ եթե իրանք հեղափոխություն են ալում, ասենք փողոցից են գալի, ասֆալտից են գալի, միևնույնն է, իրանք ուշտեշուտ պիտի գան տեղավորվեն։ Եղբայր, կա կանոն, դու չես կարող լինելով գրավել այս ինչ պաշտոնը, հետո վերադառնալ գնաս ներքև։ Ալենը չի կարող գործադիր իշխանության մեջ ոչ մի պաշտոն չգրավի, որովհետեւ քաղաքապետը նույնիսկ ընտրովի չի։ Ավականին է ընտրովի։ Այսինքն դա կարգավիճակի զրոյացում է, հələ Երբ որ ասում է ես քաղաքականությամբ զբաղվելու եմ, ինչ կարող է դա նշանակել։ Ինքը կարա ստեղծի սեփական կուսակցություն։ Եթե չէ, ես բացատրում եմ ոնց է տարբերակը, որ Ալենը մնա քաղաքականության մեջ։ Ինքը պետք է դուրս գա, ստեղծի նոր կուսակցություն, իր շուրջ հավաքի կողմնակիցներին, առանձին մասնակցի այդ ժամանակ արդեն ինքը նոր ֆրակցիա է ստեղծում, նոր ազգային Իսկ ԿՊ-ում շարունակում է ՔՊ-ում ինքը չի կարող գնալ ներքև։ Ազգային ժողովի նախագահան Հայաստանի Հանրապետությունում ըստ սահմանադրության եւ իր պաշտոն է երկրորդ մարդն է, առաջինը նախագահն է։ Ինքը կարա գնա մենակ վերև։ Ինքը կարա գնա մենակ նախագահ, եթե ինքը գնաց ներքև, դա խայտառակություն է ուղղակի։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, կտեսնենք որ ուղղությամբ է գնալու Ալեն Սիմոնյանը։ Չէ, մի տեսակ միևնույնն է, բայց դա ամեն դեպքում չվախեք։ Իրա որոշումն է մեծ հաշվով, ես ուղղակի որպես մարդ եմ ասում, որ հետո մյուս օրը հարցնելու են ասեն, ինչ եք սրա մասին մտածում։ Այս գլխից ասում եմ, որ հետո ոչ մի կամը ծուրկ չլինի։ Դու ջամարել ես այդ հարցը ճիշտ է վերջին պահին, բայց ուղեցի ձեզ։ Ամեն դեպքում չվախեք, Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, սոցիոլոգ վերլուծաբան, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը։ Զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։